հետ։ Ուկրաինայի թեման փակվեց, դուք կտեսնեք մեր նման հանրապետություններում ղեկավարությունները, ճամպրուկները ոնց են կապելու։ Իսկապես ես էլ չէի հավատում, որ Ֆրանսիա, Եվրոպա, Գերմանիա ինչ-որ բան կարող է փոխվել։ Փոխվելու է, վստահ Գիտեք թե չէ, Զախար Պրիլեպին, որ ինքը պատերազմի մասնակից է, ամենահայտնի հեղինակն է, չգիտեմ 40 քանի լեզվով թարգմանված եւ պաշտպանում է այս պատերազմը, Ռուսաստանի ինքնությունը, դեմ արևմուտքի անվերջ արտահայտվում է, մեծ կայսրության կողմնակից է եւ այլն եւ այլն։ Ես վերջերս տեսնում եմ մի քանի արևմտյան հեռուստաընկերություններ բաց տեքստով հարցազրույցներ են վարում եւ բաց խոսում է այս կոնֆլիկտի մասին, թե ինչ է սպասում եւ ընդհանրապես արևմուտքը իր ներկայիս գլոբալիստ ղեկավարներով ինչ աղետ է բերում եւ դա այդ ամենը հեռարձակվում է գերմանական օրինակ։ Ես տեսա գերմանական երկու այդպիսի բան լրագրող շատ հայտնի կանալներով այդ ամենը հեռարձակվում է, այսինքն ինչ որ բան արևմուտքում էլ է փոխվում։ Չէ, ինչ որ բան չէ, ձեզ վստահաբար եմ ասում, շուտով Գերմանիան կունենա եւ Ֆրանսիան մյուս տարվա առաջին կեսերին ունենալու են երկու կին առաջնորդներ, երկուսն էլ կին են։ Ընդ որում, երբ որ ես լսում եի այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության առաջնորդ տիկին է, երբ խոսում էր, ինձ թվաց, թե ազգությամբ մի ռուս կին է խոսում, ուղղակի գերմաներ են։ Ուկրաինայի արևմուտքի եւ այն ավելի որ բերվում է։ Այդ Շոլցին ամեն ակնթարթ մտցնում էր բանի մեջ, այն գեղտաջրի մեջ հանում էր։ Ասում էր քո արածը սա է իմ ժողովրդի համար, մեր երկրի համար եւ փաստարկված էր ասում։ Երկու անգամ վարկանիշ ավելի բարձր է, քան գործող վարչապետինը, կանցլերի։ Եվ այստեղից հետևություն 7 տարի հետևում չի եւ բնականաբար այստեղ process-ները ինչու են արագացնում։ Իդեպ ասեմ հիմա մի պատմական զուգահեռ տանեմ, որ մեզ համար պարզ լինի, ինչու է Փաշինյանը իբր ձերվոտանք է, Փաշինյանը ձերվոտ չի ընկել։ Ձերվոտանք է Փաշինյանի տերերը։ Հիմա զուգահեռ եմ բերում 1918-1920 թվեր։ Ուրեմն 1918-ին, երբ բոլշևիկները իշխանություն վերցրեցին Ռուսաստանում, վիճակը շատ ծանր էր։ Այդ Ռուսաստանի տարածքների մեծ մասը նվաճված էր Անտանտայի երկրների կողմից, որի անդամ էր ժամանակին ցարական Ռուսաստանը, որը դուրս եկավ։ Եվ գուժում էին Ռուսաստանի մոտալուտ վախճանը։ Եվ Բրիտանիան ամեն ինչ անում էր, որպեսզի Ռուսաստանը բոլոր կողմերից հարված ստանա, մասնատի, որտեղ ցարական Ռուսաստանը պետք է ոչնչանար, ծրագիրը դա էր, բայց չոչնչացավ։ Հիմա բերում եմ 1920 թիվը։ Նույն Բրիտանիան փայլուն կերպով հաշվել էր, որ բոլշևիկյան Ռուսաստանը այլևս չի կարող կործանվել, որտեղ իշխանությունը ամրացել է։ Ուրեմն ինչա պետք անել։ Բոլշևիկյան Ռուսաստանի դաշնակից քաղաքակրթական, մշակութային, կրոնական, տնտեսական, բոլոր կապերով կապված պետությունները, որ վաղ թե ուշ Ռուսաստանի դաշինք պետք է կնքեին, Ռուսաստանի հետ առավելագույնս քիչ տարածքով լինեին։ Եվ դրա համար ինչ արեց օրինակ 1920 թվականին Հայաստանի իշխանություններին դրդեց ու բրդեց պատերազմել Թուրքիայի դեմ։ Ինչու՞։ Որ Թուրքիան այդ Հայաստանից մեծ մասը պոկի եւ բոլշևիկյան Ռուսաստանի դաշին կնքի առավել փոքր տարածքով Հայաստան։ Եվ այդպես էլ եղավ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին 9842 կիլոմետր Հայաստան եղավ։ Հիմա ես նույն զուգահեռն եմ տանում, քանի որ նույն Բրիտանիան եւ նույն Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունը հրաշալի գիտեն, որ այլևս Ռուսաստանին հնարավոր չի հաղթել, հնարավոր չի Ռուսաստանում իշխանափոխություն ինչ են անում։ Ռուսաստանի հետ պոտենցիալ դաշնակից պետությունների տարածքներն են փոքրացնում կամ ոչնչացնում, որ Ռուսաստանի ազդեցությունը վերջնարդյունքում աշխարհի նոր վերաբաժանման արդյունքում Ռուսաստանը հարավի ուղղությամբ ունենա, ասենք 2000 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետություն, օրինակ, իսկ մնացածը լինի Թուրքիա, Ադրբեջան։ Ինչի էլի պետք է լինի այդ 2000, անդադ ուզում եմ հասկանալ։ Հիմա ես այդ որ ասեմ, Թուրքիան օրինակ ուզում է, որ տենց Հայաստան լինի։ Չի ուզում։ Ես հիմա իմ գնահատական Ադրբեջանը չի ուզում, Թուրքիան ուզում է, դա էլ խնդիր է։ Օրինակ նույն այն ժամանակ, որպեսի բուֆերային գոտի լինի Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ, տարածք չլինի, ամիջական կոնտակտ չլինի, Թուրքիա-Ռուսաստան կոնտակտ չէ, սև ծովով կոնտակտը կար։ Մի հատ նուրբ հարց, ԵՄ վստահեմ, ԵՄ-ի անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրակրվե Հայաստանում լինելու է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ այսպես ասած հարց է, ինձ նեղ սպասող կա։ Չէ։ Այս ինչ է ասում։ Ուզում է զորով պատուհանից մտնի։
Դուրը փակա, պատուանից, օրինակ 17 տարի Սերբիան ուզում էր դառնալ ԵՄ-ի անդամ։ 30 տարի Թուրքիան։ Եվ Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Այո։ եւ ստանում են ինչ 3 մատի գործողություն։ Նույնը բնականաբար Հայաստանն է։ Ճիշտ դիտարկում, միջև հիմա բոլորիդ կերակրում էր թե իբր թե չգիտեմ ինչ հարց ունի վեհապար հոր հետ, անամոթաբար, անամոթ։ Հիմա այսօր բացահայտ մարդը ասեց հարցերն է, գարա Ալիև իրան ասելա, քեզ ես իմ իր քանի կտոր կանեմ, Արցախ անունը չպետք է լինի, քանի որ ասում է վեհապար հայրը, ասում է Արցախ, հետեւաբար ինքը չպետք է լինի։ Եվ հոգեվորականներ։ Հասկացաք, ուղեղներդ խոտով լցած։ Մնացածը կրոնական փաթեթավորում է։ Հասկացաք։ Որ ասում եք վեհապար հոր դեմ, չգիտեմ, էս ունենի։ Եվ դրանից բխող մնացած հարցեր, եթե ասում ես Արցախ, պիտի ասես գերիներ, պիտի ասես վերադարձ, պիտի ասես պատմամշակութային արժեքներ, պիտի ասես ցեղասպանություն, չնայած ըստ ճիշտ դիտարկման պարոն Նահապետյանի, այսօր Նիկոլը ընդունեց, որ Արցախում ցեղասպանություն ա եղել։ Նա ասեց, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ, ցեղասպանություն եղավ։ Ռուսաստանի Դաշնությունը հայկական, այդ կթողնես հետո, նառա։ Հայկական այդ բանը երբ ա եղել, երբ են դուրս եկել Ռուսաստանի Դաշնությունը։ Մենակ Արցախը չէ նկատի, ուրիշ ցեղասպանություն եղել է։ Ահա, մարդը ընդունեց, որ Արցախն է։ Լավ է, բաց թողում արի Անժելա լավ։ Հիմա այսքան պլյուսի մեջ մի հատ մինուս։ Հիմա եւ վերջում ես ամփոփեմ մեզ լսողներին այսօրվա համար։ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ չի, քան Հայաստանի պետականության 0 Էս նոր ասե։ Հայտարարություն։ Լավ, ես վերջում ասեմ ուժերի հարաբերակցությունը ժողովուրդ։ Մի քիչ դիմանալա պետք կամային որակներա պետք հանդես բերել եւ կազմակերպել։ Հիմա ասում եմ, Միացյալ Նահանգները արաբական աշխարհից Պարսից ծոցի երկրներից մաքրվում են, որի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանեց, ինքը պարտվել է Պարսկաստանից։ Գիտեք ինչպես խոստովանեց։ Ասեց մենք հիմա Պարսկաստանի դեմ ռազմական գործողություն չենք անում, տնտեսական պատժամիջոցներ են կիրառելու։ Խելոք մնալ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը 1978 թվականից առ այսօր տնտեսական պատժամիջոցների ներքո է եւ ինչ պարտվել է։ Այսինքն Թրամփը անուղղակի ասեց, որ ռազմական բախման հետևանքով Միացյալ Նահանգները պարտվել է։ Եվ այդ պարտության եւ Թրամփի խոստովանության լավագույն փաստարկը նա է, որ այլևս մերձավոր արևելքում նոր ուժ է կայացել իդեմս Մեքքայի համաձայնագրի ռազմաքաղաքական եւ ռազմական արդյունաբերություն եւ մեծ բանակ ունեցող Թուրքիայի, էներգակիրներ եւ մեծ գումար ունեցող Սաուդյան Արաբիայի եւ միջուկային տերություն եւ մոտիվացված բանակ իսլամական ունեցող Պակիստանի միջև։ Եվ սա ընդ որում Իրանի դեմ չի։ Վստահաբար ասում եմ, Միացյալ Նահանգները ճամպրուկները արդեն վաղուց կապել են եւ պատական չի այս Մեքքայի համաձայնագրով նոր ռազմաքաղաքական դաշինք, որը ասում է մեկի վրա հարձակումը նույնն է թե մյուսների վրա հարձակում։ Չզարմանաք, որ արաբական շատ երկրներ միանան այս Մեքքայի համաձայնագրից, այսինքն սա Միացյալ Նահանգներին մերձավոր արևելքում փոխարինող ռեալ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ուժ է, որից հետևություն։ Իսկ Միացյալ Նահանգները այնտեղից որ դուրս եկան, որտեղ է իրանց սահմանը կանգնելու։ Ես կարծում եմ իրանց սահմանը արևմտյան կիսագունդն է լինելու։ Եվ այդ Թրամփի ուղի եւ այլ բաներ, որտեղ Միացյալ Նահանգները եղանակ են ստեղծում, Եվրոպան, Եվրամիությունը արդեն վաղուց ֆիզիկապես եւ բարոյապես փլուզվել է։ Եվ փլուզող երկու շահառու կա՝ Ռուսաստանի Դաշնություն եւ Միացյալ Նահանգներ։ Եվրամիությունից էլ բան չի մնալու։ Եվ այդ բան չմնալը մյուս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ֆիքսվելու է ընտրություններով եւ կտեսնեք, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի երկրների ղեկավարները ովքեր են լինելու։ Սա է իրականությունը, այսինքն մեզ պետք է կազմակերպվել դիմանալ այս արհավիրքը, եթե գործնականում փորձելու է անել, չթողել։ Իրականում գործնական մի քայլ կա։ Ես կոչ եմ անում նաեւ ընդդիմադիր դաշտի իմ ընկերներին։ Նրանց հետ ում ես անհիշելի ժամանակներից ճանապարհ եմ անցել, դեռևս 1988 թվականից։ Առարկայապես վտանգը որն է։ Այդ սահմանադրության նոր սահմանադրության ընդունում եւ այլն, դա ժամանակատար գործ է։ Առարկայապես իմ համար վտանգը Տիգրանաշենն է։ Այդ Տիգրանաշեն եւ Տաուշի մարզի եւս երկու բնակավայր։
ամեն ինչ անել, որ այդ տարածքները չանձնվեն։ Այ խիստ առարկական, պրագմատիկ գործ է անդիմության համար։ Մնացածը տեսությունն է, որը կյանքի է փորձում քիչեր բան անել։ Մեկի մասին էլ միշտ ասել ենք, վեհապար հայրապետի դեմ պայքարը առարկայացնելու ինքը ձերբակալությունով եւ այլն։ Ուրեմն այս երկու գործը խոչընդոտել, որպեսզի Հայաստանի համար ստրատեգիական տարածքները չանձնվեն, իսկ դա արդեն օրվա խնդիր է ինքը բարձրացնում։ Երկրորդ վեհապար հայրապետի չձերբակալությունը, մայրաթորի միաբաների չձերբակալությունը եւ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգությունը էֆեկտիվ դիմագրավելն է։ Ուժերի հանրային դեմքերի նաեւ դրանց պաշտպանությունը Այդ ես դա միշտ ասել ենք, գնում ենք, Անժելա ասում ենք, ես ասում եմ, գիտեք քաղաքական ուժեր, քաղաքական անձինք այդ մեր ընկերներն են, հա ցավա, բայց պատերազմի ժամանակ ես ասում եմ, այսօր ինչ բարձունքներ է թշնամին դրել վերցնելու։ Երկու բարձունքի անուն ասեցի։ Մեկ տարածքները, մյուսը եկեղեցին։ Այսինքն այսօր օրենսդիր մարմնում ընդդիմադիր խմբակցությունների առաջնահերթ երկու գործ կա, մնացածները հեքիաթների դաշտից է։ Դիմագրավել, որպեսզի մինչև մյուս տարի ապրիլ-մայիս ամիս, երբ որ Եվրոպայում իսկապես կլինի իշխանափոխություն եւ Ուկրաինայի թեման կփակվի եւ այլն շատ բաներ կլինի։ Մենք այդ ընթացքում կորուստներ չունենանք։ Մենք առարկական մեր ժողովրդին, երկրին, պետականությանը նետված է երկու կարևոր մարտահրավեր, որովհետեւ դիմագրավել։ Այսօր ակամայից Նիկոլը 3 կարևոր բան բացահայտեց։ Ցանկացած մարդ, որ ծնվում, այնքը թուղթ է ունենում, չէ՞, ծննդական, անձնագիր։ Պետությունը այդպես ունեն հռչակագիր, սահմանադրություն։ Այսօր ինքը հռչակեց, որ իր թշնամիներն են, ջնջելու է։ Ինքը հռչակեց, որ հայոց պետությունը, հայոց անկախությունը, հայ ժողովուրդը, պետականությունը իր թշնամիներն, ասեց ջնջելու եմ, փոխելու եմ։ Երկրորդ, խոստովանեց, որ վեհապար հորդեմ, ոչ թե չգիտեմ կուսակրոնության խախտում, ինչ բաներ, ոչ։ Ինքը խոստովանեց, որ հայ առաքելական եկեղեցու դեմ ողորմելի թշվառներ, որ դուք էլ ձայնակցում եք իրեն, որ ինքը հարձակվել է վեհապար հորդեմ, որ ինքը վեհապար հորդեմ հարձակվել է միայն զուտ նրա համար, որ ինքը հիշատակում է Արցախ անունը եւ չի հրաժարվում մեր պատմական հայրենիքից։ Եվ երրորդ ինքը խոստովանեց, որ այն ժողովրդի հետ ում ասում է, որ դուք եղբայրական խաղաղ հարաբերություններ պիտի հաստատեք, որ այդ ժողովուրդը ցեղասպան է, որ Ադրբեջանի ժողովուրդը ցեղասպան է, ցեղասպանություն է իրականացրել 3 առաջ օրը, իսկ 3 առաջ օր իրականացած ցեղասպանությունը այսօր հաստատ չի փոխվել։ Վկան այն, որ նոր տարածքներ են վերցնում, վկան այն, որ խոշտանգվում են մեր գերիները այնտեղ, վկան այն, որ հայտարարությունները մեր տարածքները վերցնելու այդ նկարտումներով այդ հայտարարությունները Ադրբեջանի կողմից շարունակվում են, հոխորտանքները շարունակվում են եւ պահանջները ոչնչացնել հայկական ինքնության հետ կապ ունեցող բոլոր ինստիտուտները, առաջին հերթին եկեղեցին եւ մնացած բոլոր ինստիտուտները ոչնչացնել։ Ուրեմն 3 կարևոր հակահայկական, հակապետական խոստովանություն արեց այսօր Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում ենք լինելու Նայրա Զորաբյանի հետ, ավելի ուշ Սուրեն Սուրենյանցի հետ, մնացեք մեզ հետ։